Հպական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական փորձեմ շատ մեղմ ձևակերպեմ ոչ նորմալ վերաբերմունք է ցույց տվել լրագրողներից մեկի նկատմամբ։ Դուք տեսել եք այդ տեսանյութը եւ ինչ գնահատական կտաք։ Խնդրում եմ շատ հասցեական եւ ուղիղ։ Ընդհանրապես սեռով պայմանավորված թիրախավորումներին կանանց ես անընդհատ եմ անդրադառնում, այդ թվում անդրադարձել եմ թե տարբեր գործիչների, թե իմ հետ կապված խնդրին, այդ թվում երեկվա դեպքով ուզում եմ հստակ արձանագրել, որ արդեն երկրորդ անգամ հնչեց միտք, երկրորդ անգամ ընդ որում ոչ նույն մարդու կողմից, երկրորդ անգամ հնչեց միտք, որը կարծում եմ հատկապես կանանց տեսանկյունից սեռով պայմանավորված թիրախավորման առումով խնդրահարույց է եւ անձինք պետք է զերծ մնան նման մտքեր հնչեցնելուց։ Միտքը մի անգամ արդեն հնչել էր, ընդ որում, այսպես ասեմ, որևէ համատեքստ, որևէ արդարացում դրա հետ կապված չի կարող դատապարտելի արարքը դարձնել ոչ դատապարտելի։ Արարքը դատապարտելի է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա համատեքստերի մասին կարելի է չխոսել։ Այսինքն Անդրանիկ Քոչարյանը պարտավոր է ներողություն խնդրել ձեր կարծիքով թե ոչ։ Ես հիմա չեմ խոսում այն մասին, թե ով ինչ է պարտավոր անել, որովհետև բնականաբար յուրաքանչյուր հանրային գործիչ, որովհետև նշեցի, այս միտքը արդեն երկրորդ անգամ է հնչել։ Ոչ միայն կոնկրետ падգամավորի կողմից, այլ նաև այլ հանրային գործունեության շրջանակներում է հնչել այս միտքը։ Իրենք են որոշում, թե ինչպես են իրենք հասցեավորում խնդիրները, բայց ես կարծում եմ, որ նրանցից յուրաքանչյուրը, անկախ նրանից դա ազգային ժողովի падգամավոր է, հանրային գործունեությամբ է զբաղվում, զանգվածային լրատվության միջոց է ներկայացնում, պետք է շատ զգույշ լինեն իրենց խոսքի նկատմամբ եւ նաեւ ցավալի եմ համարում այն, որ նման դեպքերի հետ կապված արձագանքները պայմանավորված են լինում սովորաբար այն հանգամանքով, թե օրինակ ով է թիրախավորվել, որովհետեւ նման թիրախավորումներ բազմաթիվ են, տարբեր անձանց հետ կապված եւ շատ քիչ եմ նկատում դեպքեր, երբ տարատեսակ իրավիճակներում թիրախավորումը դատապարտվում է, թե զանգվածային լրատվության միջոցների, թե հանրային գործիչների, թե հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից, մյուսների պարագայում դա դիտարկվում է դատապարտելի, ինչը կարծում եմ խնդրահարույց է։ Մենք պետք է կարողանանք ձևավորել միասնական չափանիշներ այս հարցերում։ Դուք անդադար ասում եք, հա, որ պետք է եւ միաժամանակ նաեւ կոչեր եք անում, որ անթույլատրելի իրավիճակներ են ստեղծվում, բայց իշխանության տարբեր ներկայացուցիչներ շարունակում են նույն գործելավոճը։ Օրինակ Տիգրան Ավինյանն էլ վերջերս փապախով քուրդ էր ասել, ըստ էության ազգային փոքրամասնություններին էր վերաբերում։ Այս իշխանության ձեռագիրը ձեզ մտահոգիչ չի համարում։ Դուք իրենց հետ օրինակ հանդիպումների ժամանակ կոչ չեք անում ավելի կոռեկտ գտնվել եւ չանցնել սահմանը։ Ատելության ու խտրական խոսքի հետ կապված կուզենայի հատուկ շեշտադրել, որ ոչ միայն տարբեր պաշտոնատար անձինք, այլ նաեւ հանրային գործիչներն են գրեթե ամենօրյա ռեժիմով ատելության խոսք տարածում, ընդ որում ոչ միայն ձեր նշած տեղական ինքնակառավարման մարմնի պարագայում, այլ նաեւ օրինակ հիմա ընթացող Գյումրու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների պարագայում հատկապես եւս անընդհատ հնչում է տարբեր ազգություններ, միայն ազգային փոքրամասնություններ չէ, հա, տարբեր ազգություններ, որպես վիրավորանք են օգտագործվում ցույց տալու համար, հա, կոնկրետ իրավիճակ եւ այլն, չեմ ուզում շատ կենտրոնանալ նաեւ անհատական դեպքերի վրա։ Հիմա գաղափարը հետեւյալն է. ատելության կամ խտրական խոսքի բացառումը ամենակարևոր հանգամանքներից է, որ մենք պետք է կարողանանք իրացնել։ Ավելին ասեմ, ազգային պատկանելության կամ էթնիկ պատկանելության հիմքով ատելության խոսքը գրեթե ամենօրյա ռեժիմ է կրում թե զանգվածային լրատվության միջոցների կողմից, թե պաշտոնատար անձանց, թե հանրային գործիչների կողմից։ Նախ չեն հասկանում, որ դա խոսվում է եւ տեսեք, Փայլակ ջան, նորից մենք նույն իրավիճակն ենք քննարկում, գիտեք ինչու անպատժելիություն, գիտեք ինչու, իմ ասած են առաջին պատճառով, ոչ միայն նորից եմ կրկնում, ոչ միայն իշխանության պատժվի, հաջորդ անգամ օրինակ Ավինյանը նման գործելավոճ չի որտեղ։ Եթե մինչ այդ արտահայտությունն արած իրավիճակում դատապարտվեր այդ արտահայտությունը, անկախ նրանից թե ինչ համատեքստում է արվում, դա անթույլատրելի է սեռով պայմանավորված թիրախավորման հատկանիշներ կան միանշանակ, միգուցե երկրորդ դեպքը չունենայինք։ Հիմա էլ մենք պետք է ցույց տանք, որ սա խնդրահարույց է։ Էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադառնալիս կուզենամ նշել, որ կարծում եմ, որ մեր հասարակությունում շատ քիչ մարդիկ են հասկանում, որ այն խոսքը, որ իրենք օգտագործում են, դա էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով ատելության կամ խտրական խոսք է, որովհետև օրինակ ես երեք հայտարարության տեքստում հատուկ շեշտադրել էի նաև համապատասխան եվրոպական հանձնաժողովի դիրքորոշումը ռասիզմի դեմ պայքարի
դիրքորոշում Հայաստանի հետ կապված հարցով, որտեղ օրինակ հստակ շեշտադրվել էր, որ Հայաստանում խնդրահարույց է խտրական խոսքը եւ շեշտադրել էր, որ որոշ ազգային կամ էթնիկ պատկանելություններ, օրինակ շեշտադրել էր եզդիները եւ քրդերը, ներողություն, եզդիները եւ թուրքերը։ Այս երկու ազգային պատկանելություններ օգտագործել որպես օրինակ, օգտագործվում են Հայաստանում որպես վիրավորանք։ Հիմա Հայաստանում շատ քիչ մարդ է պատկերացում կազմում այն մասին, որ այս խոսքը ոչ միայն խտրական խոսք է, որոշակի դեպքերում դա կարող է հանգեցնել նաև շատ լուրջ ատելության խոսքի դրսևորումների, հետևաբար մենք պետք է կարողանանք նաև դուք որպես լրագրող ոչ միայն կոնկրետ դեպքերում, այլ նաև ընդհանուր առմամբ անկախ նրանից, թե ում հետ կապված է դեպքը, պետք է կարողանանք նաև հստակ հակազդեցություն ցույց տալ, որ այս խոսքը ընդունելի խոսքի տեսակ չէ։ Իսկ մենք անդադար բարձրաձայնում շատ հակառակ, բայց այնուամենայնիվ ինչու այդ մարդիկ չեն պատժվում։ Սա ըստ էության անպատժելիություն չի ծնում։ Ինչու է մինչև հիմա Անդրանիկ Քոչարյանը շարունակում մնալ պատգամավոր։ Որովհետև ատելության խոսքի դրսևորումները միշտ չէ որ պատասխանատվության միջոցներով են այսպես ասած հակազդվում, ատելության խոսքի տեսակներ կան, որոնց հետ կապված նաև միջազգային գործընկերներն են հստակ նշում, որ ամենակարևոր հանգամանքը նաև հանրային տեսանելի մարդկանց կողմից պարզապես դրան հակազդելն է, որովհետև ոչ բոլոր արարքները կարող են քրեական կամ այլ պատասխանատվություն հանգեցնել։ Ավարտենք այսքանով, շնորհակալություն։